Բարի մուլտիպլիկացիոն ողջույններ իմ շատ սիրելի փոքրիկ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է ձեզ ողջունում ձեզ շատ սիրող, ամպերի չափ շատ սիրող բարի նկարիչ Քերին։ Սիրելի փոքրիկներ, ես գիտեմ դուք ձեր գունավոր մատիտներով, ռետինե ջնջոցով, կախարդական սև մատիտով սպասում եք, թե այսօր մենք ինչ ձեզ հետ միասին, ինչ նոր մուլտիպլիկացիոն կերպար ենք սովորելու նկարել։ Ճիշտ է։ Ասեմ, որ այս նկարները մասնակցում են մրցույթին։ Դուք Քերի մուլտիկնիկի հետ կսովորեք նկարել այս կերպարներին, կուղարկեք Քերի մուլտիկնիկին մեր հասցեով, իհարկե հասցեն հիշեցնեմ, Ալիխանյան եղբայրների 2 կենտրոն հեռուստաընկերություն Քերի մուլտիկնիկին կամ մուլտիկնիկ հաղորդմանը։ Լավագույն նկարի հեղինակները, 10 նկարի հեղինակները Քերի մուլտիկնիկի կողմից կստանան պաստառներ։ 10 լավագույն նկարիչ։ Իհարկե, Քերի մուլտիկնիկի մակագրությամբ։ Ուղարկեք այս շաբաթվա ընթացքում ձեր նկարները, որտեղ դրանից հետո ուրիշ մրցույթ ենք սկսելու։ Այսօր բազմաթիվ փոքրիկների խնդրանքով մենք ձեզ հետ միասին, սիրելի փոքրիկ բարեկամներ, նկարելու ենք բարի ընձուղտ։ Եվ մեր փոքրիկ հեռուստադիտողները շատ են խնդրել Քերի Արիկ, որպեսզի Քերի մուլտիկնիկը սովորեցնի փոքրիկներին նկարել շատ դյուրին ձևով այս ընձուղտին։ Ամենահեշտ ձևով, որպեսզի ամենաչնկարող փոքրիկը կարողանա նկարել մեր ընձուղտին։ Ինչ ասացիք։ Դու ինձ խոստանում ես, որ մյուս հաղորդմանը պետք է Քերի մուլտիկնիկի հետ նկարես, Քերի Արիկ։ Խոստանում ես։ Քերի Արիկը խոստանում է, որպեսզի մյուս հաղորդմանը մեզ հետ նկարի, տեսնենք նրա մոտ ինչպես կստացվի։ Մյուս հաղորդմանը Քերի Արիկին ես կտամ թուղթ եւ մատիտ, որպեսզի Քերի մուլտիկնիկի հետ նկարի։ Այսօր ձեզ հետ միասին նկարում ենք աշխարհի ամենաբարի եւ ամենահեշտ նկարվող ընձուղտին։ Ինչպես ենք անելու, սիրելի փոքրիկներ։ Նկարելու ենք մեր ընձուղտի ճակատային մասը։ Մազի թելիկներ ստացվում է, ականջներն ենք նկարելու։ Նախ եւ առաջ ուզում եմ նկարեք, սիրելի փոքրիկներ, ձախ ականջը։ Կզակն ու դունչիկը։ Տեսակ, մյուս ականջը մի փոքր այսպես կերևա, այսինքն աջ ականջը կերևա այս մասում։ Չեք մոռանա ալեհավաքի նման պոզիկները նկարել։ 1 2 Այժմ գեղեցիկ, քանի որ մենք ասում ենք բարի, դրա համար մենք պետք է շատ բարի աչքեր նկարենք։ Կլորիկ, մեծ այսպիսի մի աչք կնկարենք։ Վերևի մաս կիսալուսնաձև կդարձնենք նրա կոպը, վերևի, կիսալուսնաձև սևիկը, այսպիսի, թարթիչներ, տեսեք ինչ հետաքրքիր է ստացվում, մազի թելիկները կառանձնացնենք, այստեղ ունքերը կնկարենք, դե մեկ ունքը, քանի որ կողքից է, մենք նկարում ենք մեկ աչքը, մեկ ունքը եւ այլն։ Իսկ հիմա արդեն պետք է սիրելի փոքրիկներ նկարենք քթանցքը, որպեսզի կարողանա շնչել։ Մեր բարի ընձուղտները ինչպեսի պարանոց են ունենում, ապրես բալիջան, երկար և ձիգ պարանոց, երկար պարանոց, այսպեսի պարանոց ենք նկարել, ուշադրություն կորգծիկով, կրծքավանդակը այստեղ կնկարենք, պարանոցի վրա պարտադիր պետք է նկարել մազիկներ, դե նրանց մազիկներն էլ պարանոցի վրա են լինում սիրելի փոքրիկներ, այսպեսի շերտիկով, կարծես թե ջյուբաշ լինի, այսպես, հիմա մեջքն ենք նկարում, դիմային ոտքը, փորիկը, ետևի ոտքը, դիմացի ձախ ոտքը հիմա կասեմ, թե ինչպես ենք նկարելու, կորգծիկով տանում ենք և նկարում ենք սմբակը, սիրելի փոքրիկներ, ետևի մասը, մազի թելիկներ և ավարտեցինք։ Պատկերացրեք ինչպես ենք նկարում։ Մյուս ոտքը զուգահեռ համարյա թե մի փոքր կարճ, քանի որ
հերվում է գտնվում։ Ետևի ոտքն ենք նկարելու իմ լավ բարեկամներ, սմբակը և վերջ։ Աչ ոտքը կիսատ կերևա, էլի մի փոքր կարճ, քանի որ հերվում է, սմբակը կառանձնացնենք, կմնա իմ փոքրիկ բարեկամներ նկարել նրա պոչիկը։ Այսպիսի մի պոչիկ ենք նկարել, ուշադրություն։ Եվ վրձինի նման պոչիկ։ Սիրելի փոքրիկ բարեկամներ, եթե դուք նկատել եք մեր ընձուղտները ունենում են սև խալիկներ, չէ՞ քերիարիկ։ Մենք հենց այդ սև խալիկները մի անգամից սև մատիտով կնկարենք, հետո նոր արդեն ընձուղտին կներկենք։ Ինչպիսի պատկեր ենք նկարելու, ուշադրություն։ Կլորիկներ ուղղակի, այդի վրա կարող եք կլորիկներ անել, կարող եք ձվաձևներ անել, այսպես, փոքր, մեծ։ Տեսակ, բավական է։ Պարանոցի վրա ձվաձև խալիկներ, կարող եք նույն խալիկները անել, ներկել կամ նկարել ամբողջությամբ մեր ընձուղտին դեղին ներկելուց հետո կամ նարնջագույն ներկելուց հետո։ Ես եկեք նարնջագույն ներկեմ նրան, հա։ Նոր սևիկները կանենք խալիկները, ինչ կասես քերիարիկ։ Ներկենք նոր։ Հասկանալի է։ Եկեք ընդգծենք մեր հերոսին։ Ականջները, մազի թելիկները, կոպերը անպայման, այսպես։ Երևի թե դեղնան նարնջագույն ներկենք, կարող ենք ամբողջովին դեղին ներկել, ինչպես ցանկանում եք սիրելի փոքրիկներ, ձեր հերոսն է, գուցե և դուք մտածեք նաև մի այլ գույնով ներկեք, բայց շատ լավ կլինի, որպեսզի մեր հերոսին դուք ներկեք դեղին, մուգ դեղին կամ նարնջագույն։ Հիմա ընդգծում ենք պատկերը, ես պարանոցի վրա գտնվող մազերը այսպես զուգահեռ գծիկներով սպիտակ և նարնջագույն կներկեմ։ Հետո կասեմ, թե ինչ ենք անելու։ Հիմա ամբողջովին, սիրելի փոքրիկ բարեկամներ, ընդգծում ենք մեր հերոսին։ Ոտքերը, իմ լավ բարեկամներ։ Նույնիսկ պոչիկը, կարող եք աչակողմյա ետևի ոտքը ավելի մուգ ներկել, նույնը դիմայինը, այսպես, հիմա մարմինը մի փոքր, և պարանոցը, և մարմինը կլորացնում ենք թույլ երանգով։ Դեղին մատիտով, որ է դեղինը մեր, ահայն, ամբողջովին մեր ընձուղտին ներկում ենք, սպիտակ թողված մասերը իհարկե, ներկում ենք դեղին, ուշադրություն, նոր արդեն վերջացնելուց հետո մենք սիրելի փոքրիկներ ձեզ հետ միասին այն սև խալիկները կնկարենք, որը լինում են մեր բարի ընձուղտների վրա, համարյա թե բոլորի։ Հիմա դեղին մատիտով մենք երանգավորեցինք, ճիշտ է։ Ճիշտ է։ Վերցնում ենք սև մատիտով, ուր է սև մատիտը, ահա այն, և խալիկներն ենք արդեն ներկում, և նկարում և ներկում, մի անգամից։ Այսպես։ Դուրուրուրում, դուրուրում, դուրում, պոմ, պոմ։ Մեջքի վրա։ Ոտքի վրա կարելի է մի երկու խալիկ նկարել։ Եվ այսպես շարունակ։
Սև մատիտով կարելի է նաև սիրելի փոքրիկներ սմբակները այսպես ներկել։ Եկեք խոտիկներ նկարենք, եթե մենք ժամանակ ունենանք, նաև ծառեր կնկարենք։ Այսպես, ոտքերի տակ խոտիկներ, քանի որ մեր ընձուղտները ծառերից են սնվում, պարանոցները երկար է, ամենատեղ խոտիկ շատ քիչ են արածում, նրանք ծառերի տերևիկներն են ուտում, ինչ է պետք անել, սև մատիտ կվերցնենք, ժամանակ ունենք քերի արիկ, մի քանի արմավենու ծառեր նկարենք, կարող ենք հեռվում, շատ արագ կարող ենք նկարել, ասենք, այսպես, վերցնենք շագանակագույնը բաց, այստեղ նկարենք արմավենի, հետո սև մատիտով մենք կընդգծենք սիրելի փոքրիկներ և նկարում ենք իմ լավ բարեկամներ և միանգամից հունավոր մատիտով ներքում ենք սարերը, թմբերը, կանաչ մատիտը ուր է, տերևիկները չենք մոռանա, արմավենու ճյուղերը և տերևները, խոտիկներ էլի, դուք հաղորդումից անմիջապես հետո իմ լավ բարեկամներ, դուք ժամանակ ունեք, քանի որ այս նկարն էլ մրցույթի է մասնակցում և եթե դուք ցանկանում եք, որպեսզի հաղթող ճանաչվեք, կարող եք հաղորդումից անմիջապես հետո իմ լավ բարեկամներ ստեղծագործել և ձեր նկարները ուղարկել քերի մուլտիկնիկին։ Ամպիկներ երկնքում, հեռվում սարեր, թռչուններ, ինչպես ցանկանում եք, հենց այդպես էլ ստեղծագործեք։ Մնացածը, որպես առաջադրանք, սիրելի փոքրիկներ, դուք ինքներդ երևի թե կարող եք նկարել։ Ժամանակ ունենք քերի արիկ, մենք։ Ես ուզում եմ նաև պաստառը մեր փոքրիկներին ցուցադրել, եկեք ամպիկն էլ մի փոքր ընդգծենք կապույտ մատիտով։ Կարող եք երկինք կապույտ նկարել, ամպիկը որպեսզի ավելի ընդգծվի ձեզ մոտ։ Ամենադյուրին ձևով նկարված ընձուղտը պատրաստ է։ Սիրելի փոքրիկներ, եթե ցանկանում եք մասնակցել մեր մրցույթին, ապա ասեմ լավագույն 10 նկարի հեղինակները քերի մուլտիկնիկի կողմից կստանան այսպիսի մուլտիպլիկացիոն պաստառներ քերի մուլտիկնիկի լուսանկարով, սիրված հերոսների լուսանկարներով և անպայման քերի մուլտիկնիկի կողմից մակագրված։ Ինչպես, այսպես։ Հիմա կմակագրեմ այսպիսի 10 պաստառ սիրելի փոքրիկ բարեկամներ քերի մուլտիկնիկի կողմից։ Դուք կստանաք այսպիսի պաստառներ, որպես լավագույն նկարիչներ, դե արդեն երբ որ ուղարկեք ձեր նկարները, քերի մուլտիկնիկը եթերից կհնչեցնի ձեր անուն ազգանունները, դուք կգաք և կստանաք ձեր նվերները։ Վերջ, այսքանը այսօրվա համար։ Սիրելի փոքրիկներ, ես և մեր բարի ընձուղտը ձեզ ասում ենք ցտեսություն, ասում ենք մինչ նոր հանդիպում, կհանդիպենք կնկանենք նոր մուլտիպլիկացիոն կերպարներ։ Իսկ հիմա ժամանակն է կախարդական խոսքի, այսինքն ցտեսություն, մինչ հաջորդ հաղորդում։ Ալբուլտա։ Baba zip,